ավելացնեմ, հաստատ ձեր սրտով չի լինելու, բայց ավելացնեմ, այդ ընկերությունում ես աշխատել եմ 12 տարի եւ բացի պետական կառավարման փորձից, որը ես ունեմ որպես նախագահ, վարչապետ, Ղարաբաղի նախագահ, հսկայական փորձ են ձեռք բերել կորպորատիվ կառավարման հսկայական մեծ ընկերության մեջ։ Դուք նշեք Հայաստանում որևէ մեկին, որը այդ կարգի փորձ ունի եւ պատերազմական եւ պետական կառավարման եւ մասնավոր հատվածում։ Նշեք գոնե մեկ մարդու անուն։ Եվ շնորհակալություն, որ դուք հիշեցրեցիք, որ ես AFK սիստեմայում անկախ տնօրեն եմ եղել 12 տարի շարունակ։ Եվ այս ունիկալ փորձը կարող է ծառայել հենց մեր ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության շահերին։ Բաժնետոմս 0 քանի տոկոս։ Նույնիսկ հայկական ժամանակ անդրադարձել է ժամանակին այդ հայտարարին 0.03%։ Ուղղակի կրկնեմ, տարբեր տարիներ տարբեր ձև ա եղել։ Օրինակ 70% ստանում ես փողով, լավ էի վաստակում, շատ լավ էի վաստակում ասեմ։ Օրինակ 30% ստանում էի արժեթղթերով։ Մոտարապես կամ 50 կամ 70 տարի ա եղել, որ մենակ փողով եւ այսպես կուտակվել է արժեթղթերի ինչ որ մի քանակ, որը շատ փոքր է, ընկերությունը շատ մեծ է։ MTS ընկերությունը պատկանում է AFK սիստեմային։ Ռուսաստանի ամենից խոշոր տելեկոմներ, օպերատորներ։ Եվ այսպես շարունակ շատ մեծ ընկեր։ Օզոն ընկերությունը, որը ստեղ նաև բաներ։ Մենք հենց AFK սիստեմայում, նաև իմ ժամանակ բան արեցինք, բորսայում հանեցինք բորսա եւ լավագույն բաններ, գործարքներ։ Ձեցկիմիր կոչեցյալը բրենդը պատկանում էր AFK սիստեմային եւ այսպես շարունակ։ Իմ գիտելիքները, նարեկ, շատ բազմազան։